Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ նախ համառոտ Գյումրիում ինչա տեղի ունենում, հետո արդեն կանցնենք առաջ։ Համառոտ, որովհետև ընդհանուր առմամբ կարծես թե սցենարները, բոլոր տեսակ զարգացող սցենարները հավանական արդեն հայտնի են, բոլորս հասկանում ենք, թե ինչն ինչոց է։ Մնում է, որ առաջիկայում երկու տարբերակ է մնում, որից մեկին արդեն սկսում ենք չհավատալ, տակը մնում է գնալ երկրորդ փուլ ընտրությունների, ամենայն հավանականությամբ երևի թե հենց այդպես էլ լինի, որովհետև Մարտուն Գրիգորյանի հայտարարությունները բավականին աչքծակող են եւ թե նախընտրական շրջանում, թե հիմա, իսկ Վարդան Ղուկասյանն էլ երեք այնպիսի մի հատ մամուլի ասուլիս տվեց, որ դա խայտառակություն որակելը երևի ամենամեղմ որակումն է, որ կարելի է տալ, հա, էլ չխոսենք, թե չափերը միջև ուր անցավ հասավ։ Ուրեմն շատ վատ դրության մեջ է հիմա Մարտուն Գրիգորյանը, իսկապես դրա համար է պետք նախընտրական շրջանում այս տեխնոլոգիական զարգացած ժամանակահատվածում բառերը կշռադատել։ Քաղաքական մարդը պիտի սկսի կշռադատել իր մտքերը, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնի։ Իմիջիայլոց ես ասեմ, բոլոր քաղաքական ուժերը այդ սխալը գործեցին նախընտրական շրջանում, ու ես մտածում եմ, իսկ եթե ոչ ոք չհավաքի 50+1, ինչը որ վստահ երևում էր, որ տեղի չունենա դա, ո՞նց են հետո աշխատելու։ Ինչ է ստացվելու հետո, ստիպված են լինելու հետքայլ, չի անել, իսկ հետքայլ անելու պարագայում որքանով է պատասխանատվությունը համապատասխանում ժողովրդից ստացած քվեի հետ։ Այդ դրա համար պետք է այդ, որ ասում ենք դասական քաղաքական դաշտ է պետք որ ձևավորվի, նաև սրա համար ենք ասում, եւ իմիջիայլոց դասական քաղաքական դաշտ ձևավորելու պարտականությունը կամա թե ակամա դրված այսօրվա իշխանությունների վրա, որովհետեւ այսօրվա իշխանությունները հերթական իշխանություն չեն եղել, այսօրվա իշխանությունները մեկ այլ իրավիճակից հանրությանը փորձել են տեղափոխել այլ իրականություն, հա, նույն իրական Հայաստանի սխեմայով, լավ, այսպես ասենք, 18-ի հեղափոխությունից սկսած եւ 21-ի վերընտրվելուց սկսած նոր ձևավորված բարդ իրավիճակում նորից վերընտրվեցին ընդ որում մեծամասնությամբ եւ ակնկալիքների մեջ այո այս բարոյական նորմը մտնում է ոչ միայն ծրագրերի իրականացումը կամ դեռ չասեմ թե այդ ծրագրերը երբ որ իրականանում են նախ որքանով են լավ իրականանում եւ որքանով են լավ մատուցվում այսինքն հանրությունը որքանով է տեղյակ տարբեր ծրագրերից երբ կարող է օգտվել երբ չէ որ պարագայում է իրեն վերաբերվում որ պարագայում չէ որքանով է վերաբերվում որքանով չէ դեռ այս խնդիրները դնենք մի կողմ որտեղ որ այո ինչպես վարչապետն էլ նկատեց կառավարության նիստերից մեկի ժամանակ եթե չեմ սխալվում անցյալ շաբաթ էր երբ Գևորգ Պապոյանին ընդհատելով իր պատկերացումները հայտնեց օրինակներ բերելով ուղիղ, որ ինչ ծրագիր անում են, միևնույն է այն խոցելի քաղաքացուն չի կարողանում հասնել այդ ծրագիրը ինչ որ կերպ։ Սա իմիջիայլոց շատ հետաքրքիր դիտարկում էր, որը կարծես թե աչքաթող եղավ մամուլի աչքից ու վերլուծության չարժանացավ, երևի թե հետագայի այս պրոցեսները նաև խեղդեցին այդ թեման։ Տեսեք, որտեղ կանգ առանք ամեն դեպքում հա իշխանությունների վրա կա մեծ պարտականություն ստեղծել նոր իրականություն եւ այդտեղ պարտադիր չի որ իրենք լինեն ֆավորիտ իրենք կարող են լինել ստեղծողը եւ կարող են հետագայում եթե անգամ նորից չվերընտրվեն 26 թվականին եւ այլն միևնույն է դա կլինի իրենց քաղաքական ամենամեծ վաստակը որը որ մատուցած կլինեն հանրությանը Իմիջիայլոց աչքովս ընկավ, ես սենց բան չէի պատկերացնում, որ կարդամ մի օր, բայց հայկական ժամանակն է տեղադրել Տիկին Գալյանի արտադրության նախարարի գրառումը, ուրեմն վերջին թիմ ընտրություններն իշխանության համար ժողովրդավարության գերակա եւ հիմնական սկզբունքը փաստագրող նշանակություն ունեն։
Այս մասին ասել է արտադրության նախարար Սրբուհի Գալյանը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ անում է իր կանխատեսումները եւ հետո մենք գնահատում ենք արդյունքը։ Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը։ Սահմանադրական հանրակրվեն միշտ կարող է իրականացվել։ Ցանկացած իշխանություն, որը միտված է, որ ժողովուրդը որոշի, թե ինչ պետք է լինի, կարծում եմ որևէ խնդիր չունի իշխանությունը, ասել է նա։ Հիմա Սրբուհի Գալյանին մի հատ այսպեսի հարց տանք, էլի ամենայն հարգանքով, հարգելիս։ Նախ միայն այդ ընտրություններով չի, որ փաստվել է, որ այսօրվա իշխանությունները ժողովրդավարության կողմնակից են ու կարող են ու կարողանում են ընտրություններ, ինչ ընտրություններ կարողանում են կազմակերպել, բայց մնում էր արտադրության նախարարը փորձեր ժողովրդավարություն բառի տակ քողարկել ողջ ձախողումը այս ոլորտի։ Կներեք, ինչ անշանակում ժողովրդավարության կայացումը։ Ժողովրդավարության կայացումը, երբ որ նորից վերականգնում են իրենց դիրքերը նախկին հրոսակախմբերը, ժողովուրդը ձեզ դեռ հարցեր ունի եւ ոչ միայն ձեզ, մենք հասկանում ենք, որ դատաիրավական համակարգի հետ այնքան էլ հանդեպ այնքան էլ մեծ լծակներ չունի արտադրության նախարարությունը, բայց կխնդրենք գոնե այս ամեն ինչը հաշվի առնեք ու ձեր խոսույթը մի քիչ այլ ուղղությամբ տանեք, լավ, դուք չեք, անկեղծ եմ ասում, դուք չեք որ պիտի գնահատական տաք, որովհետև դատաիրավական ոլորտը ամբողջովին ձախողված վիճակում է, ու եթե այսօր հանրությունը ունի բողոք, ունի հիասթափություն, ունի թույրըմբռնում ամեն ինչի հանդեպ, դա ձեր ոլորտի ձախողումների արդյունքն է։ Ողջ իրավապահ համակարգի, դատաիրավական համակարգի, արտադրության նախարարության եւ այլ այս ամեն ինչի։ Սկսված, չգիտեմ, ՀՔՑ-ներից ու քաղմասներից, այո, հենց քաղմասներից, մեկը ինձ նկատողություն էր արել, որ դե եկեք այդ քաղմաս բառից հրաժարվենք, ո՞նց հրաժարվենք։ Եթե քաղմասը քաղմասից այն կողմ դեռ չի գնացել, եթե միլիցիան հələ ոստիկան չի դարձել, ուր մնաց պոլիս, վրան էլ գրում է պոլիս։ Ինչ եք ուզում էլ։ ՀԿՑ-ից մինչև ԲԴԽ, չգիտեմ, բանից մինչև արտադրության նախարարություն, ոստիկանությունից մինչև արտադրության նախարարություն, ոչ մի բարեփոխում նորմալ, որ հանրությանը կկպնի, հանրությունը կշոշափի դա, տեղի չի ունեցել։ Ու դուք դուրս եկեք ժողովրդավարություն բառից եք խոսում։ Այսինքն երբ որ հանցագործը կարողանում է վերարտադրվել իր տարածքում եւ քողարկվում է քաղաքական բանի տակ, տունը նստած էր, չձերբակալեցիք, հիմա եկավ քաղաքապետի արդեն, քաղաքապետին 5 պակաս, իհարկե ես հասկանում եմ, որ գործերը վաղուց են եղել ու ինքը պիտի այդպես փորձեր խույս տալ, իսկ ժամկետները չէիք ընկալում, ըմբռնում դուք։ Դատախազությունը, մյուսը։ Հա, որոշ բարեփոխումներ երևի ներքին բաներ, ես չգիտեմ, կա թե չկա, ամեն դեպքում մենք այդ ամեն ինչը չենք զգում։ Եթե օրինակ որոշ իրավաբաններ կարող են նստել գնահատական տալ որոշ բարեփոխումների հետ կապված, կներեք, այդ տեխնիկական մասը մեզ այդքան էլ հետաքրքիր չի։ Քաղաքացին իր մաշկի վրա դա չի զգում։ Վերցրեցիք մի հատ ոստիկան, այսօր էլ տարածում են sense մեծ ձեռքբերում է։ Բան, ճանապարհային ոստիկանը կաշառք վերցնելու համար 4 տարի ազատազրկվեց։ Կաշառք վերցնելու համար բանը գործերը բացած է, մարդիկ գալիս են այդ փողը մուծվում են, գնում են։ Գնում դառնում են քաղաքական գործիչ։ Բա ո՞նց հասկանա այս ժողովուրդը։ Ձեռ է կառնում։ Շարքային մարդուն հա շատ հեշտ է դատելը, որովհետև փաստաբաններից էս մտ ծաղկե փունջ չի կարողանում ներկայացնի դատարանում իրեն պաշտպանելու համար։ Այնտեղ գործեր ունեք, սկսած գլխավոր դատախազներից, սկսած պաշտպանության նախարարներից, չեմ ասում պաշտպանության ոլորտի, չգիտեմ, մի հատ միջին չկլասի եսի մում։ Մինչև հիմի գնում է, չգիտենք այդ մինչև ուր է գնալու։ Արդեն իրանք են թելադրում տառն ու ստորակետը որտեղ պիտի դրվի։ Դուք դուրս եկեք ժողովրդավարություն բառն եք օգտագործում։ Ես միշտ ասել եմ ու էլի ասելու եմ։ Դատաիրավական ոլորտը այս առանձին վերցրած այս իշխանությունը, որը պիտի լինի անկախ ու անկախա համենայն դեպս կառավարությունից, իշխող քաղաքական ուժից,
Միևնույն է ինքը կախյալ վիճակում է նախքին հանցագործ կլանների կողմից։ Բնական է դրա համար էլ կանգ առած է ամեն բան։ Ու դուրս գալ ասել ժողովրդավարություն բառը օգտագործել, կներեք, այդքան էլ ձեզ սազական չի։ Եկեք այդ բառը օգտագործեք այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունն ու արդարադատությունը գոնե որոշակիորեն կհամապատասխանեն իրար։ Լավ։ Ժողովրդավարություն։ Հա, ընտրությունները շատ լավ անցան։ Շատ ժողովրդավար ընտրություններ են, հետո հիմա եկեք տեսնենք մանդատների մեծամասնությունը ում ոնց է պատկանում։ Հասարակ հարց տամ հիմա գյումրեցիներին։ Մեծ հասարակ հարց։ Եթե Մարտուն Գրիգորյանը ներկայանար պատիվ ունեմ բանով, դաշինքով, ձայն տալու եք իրեն։ Արթուր Վանեցյանի անվան տակ եթե ներկայանար, ձայն տալու եք։ Կամ հանրապետականների անվան տակ ներկաներ ձայն տալու եք, ինձ թվում է, կտրվել, բայց այդքան չէ, չէ, հա, դրա համար ես մարդը շատ լավ հասկանալով, և ինքը, և իր թիմը, ասենք ինքը Վանեցյանը, Սերժը, մյուսը նստել ասել են, Մարտուն ջան, ուրիշ ձև մասնակցի այդ ընտրություններին, մեր անունը որտես չես անցնելու, այս մարդը ձևավորել է դաշինք, մտել է քաղաքական պայքարի մեջ, ձեզ բան արել, համոզել է, թե ինքը տենց առանձին մի հատ ես ոչ Սերժից կախում ունի, ոչ Վանեցյան Արթուրից, ձեները վերցրել է, իմ էլ նստած մտածում է, թե ում միանա։ Բնական ու ոչ մեկ Քոչարյանի անվան տակ չընդունեցին մինչև վերջ ոչ էլ հանրապետականների ու խաբեցին ձեզ ուրիշ ձևերով մոլորեցնելով ձեր ձեները տարան քաղաքական բանա գործընթացը երբ որ ձեզ էլ ասում են կեսի սրա ուժնայինի նրա ուժ միակ քաղաքացիական պայմանագիրն էր եւ Եվրադաշինքը երևի չէ էլի կային բայց չանցան որ իրենց անունով ասում են ախպեր մենք այս կուսակցությունն ենք ասենք Սարիկը չէր գնացել, չէ, ուրիշ մացենց դաշինք ստեղծել, մտել ու պարզվեր, որ ինքը քաղաքացիական պայմանագրի բանն է, տիկնիկն է։ Չէ, մարդը տղամարդավարի գնացել քաղաքացիական պայմանագիրներ ներկայացրել էր քաղաքացիական պայմանագրի վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը եկել էր ներկայացնելու իրենց տեխնացուին։ Այս բանը այդ ուժերից ո՞ր մեկի ղեկավարն է արել։ Բայց լավ, մի հատ ձեր մեջ հարց չի առաջանում, իսկ ինչի չեն արել։ Որովհետև իրենք էլ գիտեն իրենք ով են։ Իսկ արդարադատության նախարարը չգիտի իրենք ով են։ Խոսում է ժողովրդավարությունից։ Դրանով ավելի գրգռելով հանրության զայրույթը։ Հանրությունը էլի եմ կրկնում, հանրությունը մի բողոք ունի ու մի բանից է հիասթափված։ Ու տեղին ասում են մուրճը ինչ եղավ։ Այդ մուրճը հենց արդարադատության մուրճն էր, քաղաքական դաշտում, ըստ էության, քաղաքական ղեկավարը այդ մուրճը շատ է լավ կիրառել է։ Կիրառել է ինչքան հնարավոր է եղել կիրառել քաղաքական տեսանկյունից։ Ասել է ասֆալտ եք լիզելու օրինակ։ 4 տարին երկու անգամ դուրս եք գալիս փողոց ու ում չենք պատկերացնի ասֆալտին հետույքով ասֆալտ տաքացնելուց տեսել ենք։ Իսկ բայց հետո այս ամեն ինչը մնում է զուտ գործընթաց, կուտակվում դառնում է մաղձ ու հասարակությանը բաժանումը խմբերի միայն այն պատճառով, որ արդարադատությունը չի գործում։ Որովհետև քաղաքացին տարական հարց է տալիս։ Ասում է, եթե նա հանցագործ է, ինչու չի պատժվում։ Այդ պատժվելու իրավական տեսանկյունից պատժվելու պատասխանատուն քաղաքական ղեկավարը չի, դուք եք։ Դուք եք։ Հիմի Վարդան Ղուկասյանը նստել է բան անում։ Մամուլի ասուլիս է տալիս։ Ինչ է ասում։ Ասում է դե
բանը Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան։ Ես ինչ հավես լեզու գտած եք եղել ժամանակին։ Այդ ամեն ինչը ում հաշվին է եղել։ Մարդը էլ ոնց իր հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնի, որ դուք չասեք ժողովրդավարությունը։ Ոսմա ես շահարկել եմ իմ դիրքը ու իմ նախընտրությամբ, նախասիրությամբ ում պետքա լավ աչքով եմ նայել, ում պետք չի լավ աչքով չեմ նայել։ Դուք դուրս եք եկել ժողովրդավարությունից եք խոսում։ Դեռ չխոսեմ Ռուբեն Մխիթարյանի հայտարարություններից։ Դեռ նրա հայտարարություններից չխոսեմ։ Այնտեղ ամեն նախադասության մեջ ամեն նախադասության հետ կապված մի ամբողջ հաղորդում կարելի էր ձայնագրվել։ Եվ գյումրեցիներին մի հատ էլ հիշեցնեմ։ Ռուբեն Մխիթարյանը, որ տենց բորբոքված խոսում էր, ձեզ ասում էր հետևյալը. ձեր ձայները տվեք, դուք բանը Վարդան Ղուկասյանին ուղիղ տվող չեք ձեր ձայները։ Ինձ տվեք, ես մի շնորհ կհանդիսանամ, հետո ես այդ ձայները կտամ իրեն։ Ու երբ որ սրա մասին ներկայացնում ենք, զարնում ենք ձեր թշնամին, չէ՞։ Ձեր աչքի փուշը, սկսում եք ինչ-որ արդարացումներ փնտրել։ Հիմա գյումրեցիներ կան բողոքում են, ասում են մի րոպե։ Մենք մեր ձայնը ձեզ ենք տվել, Վարդան Ղուկասյանին չենք տվել։ Բա հենց այդպես է լինում։ Բա որ ասում ենք թքած են ունեցել ձեր կարծիքի վրա։ Ինչ նկատի ունենք։ Այնքան են թքած ունեցած, որ Վարդան Ղուկասյանը դեբատին չեկավ։ Չգիտես ոնց բացատրես։ Նստած ինչ այդ լրագրողներին մի այսպեսի բան ասեմ։ Երբ որ Բագրատ Գալստանյանը սառեցված սրբազանը Բագրատ Գալստանյանը այդ Ռիփսիմեին լրագրող ասում էր բերանդ լվա։ Իբր բանա, ուզում էր ասեր, եթե չեմ սխալվում, Հովանես Ազոյանի մասին էր խոսքը գնացել, ասել էր բերանդ լվա, իբր դրա անունը որ տարածեց շուրթերը լվա թե բերանդ շուրթերը մակրի։ Հետևից Անդրանիկ Քոչարյանն ասում դուրս է նույն Ռիփսիմեին։ Ռիփսիմե թե եղինը։ Դուրս է գալիս դու պիտի ներողություն խնդրես։ Լավ։ Ես էլ եմ պահանջում որ ներողություն խնդրի, որովհետև Անդրանիկ Քոչարյանի կարգավիճակը ու գաղափարական բան կրող թիմը այդպիսի բարեվարկություն պիտի որ չդրսևորի, ինչպես Բագրատ Գալստանյանը կարա իրեն թույլ տա։ Հիմի երեկվա դրությամբ Վարդան Ղուկասյանը նստած լսում եք ինչ էր խոսում։ Ոսմա դուք եք մեղավոր, որ տղամարդիկ գրգռվում են։ Բա ոնց մենք մեղք չգործենք։ Նա ինչ էր այս բարքերը կարողը հեսա դառնում է քաղաքապետ։ Ու դուք նստած ինչ եք ասում։ Հրհրում եք, ծիծաղում եք, ոյից է ասում։ Առանց այդտեղ նկատելու սեքսիզմի դրսևորումները։ Եվ բռնությունը, բռնաբարությունները արդարացնելու թաքնված միտումը։ Ծիծաղում եք, կատակի եք վերածել։ Ինչպես կասել իմ լուսահոգի շատ լավ ընկերներից, ավակ ընկերներից մեկը, կատակը ցույց է տալիս խելքի հատակը։ Բա պաշտպան եք։ Պաշտպան, ես պատկերացնում եմ, եթե այդ արտահայտությունը աներ քաղաքացիական պայմանագրից որևիցե մեկը։ Ես պատկերացնում եմ դուք ինչ կանեիք։ Մի 5 տարի էլ այդ թեման արծարծելով առաջ կգնայիք։ Ուրացնելով, դարձնելով, չգիտեմ ինչ մի հատ, լրիվ ուրիշ բան։ Կարժաթար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։
Հայրգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը։ Իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ։ Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորի վարքին։ Ազգային ժողովի падգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ։ Ըստ այդմ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ազգային ժողովի падգամավորի մանդատս։ Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ազգային ժողովի աշխատակազմ։ Բրավո։ Բրավո, Վիլեն Գաբրելյան։ Այ այսպես են վարվում իրենք իրենց հանդեպ, իրենք իրենց թիմի հանդեպ եւ հասարակության, հանրության հանդեպ հարգանք ունեցող մարդիկ։ Այ հենց այսպես են վարվում։ Իսկ ինչ էր տեղի ունեցել, երեք անդրադարձել ենք Կիրակի օրը, ու անգամ շեշտել ենք, որ մարդը գինովցած, աշխատանքային ժամ չի, բան չի։ Հասկանում ենք նաեւ լրագրողների սադրանքները, այն որ հազիվ բռնցրել են, որ խաչմերուկում գտան մոտիկացան, որպեսի sense ինչ որ բան քերեն։ Վիլեն Գաբրելյանն էլ դե գինովցած խոսում էր։ Ու ինչով վատ կարող էր անդրադառնալ քաղաքացիական պայմանագրի թե խմբակցության, թե կուսակցության բանին։ Անվանը, հեղինակությանը։ Մարդը այդ ամեն ինչը գիտակցելով առանց զորբայություն անելու դուրս է եկել, նախ ներողություն է խնդրում ու իր օրինակով նախադեպ է ստեղծում, որ այո, падգամավորները պիտի այս ամեն ինչը հարգեն եւ անկախ նրանից թե որքանով ես դա ըմբռնելով արել, որքանով ոչ, դու պիտի գնաս դրա հետևից։ Հիմա եկեք, սա Վիլեն Գաբրելյանը, հիմա եկեք օրինակ, Գեղամ Մանուկյանին բերենք, ով հանրությանը ինչ ասես ասում էր։ Հիմա տեսնում եք բարոյականության տարբերությունը որտեղ է։ Երբ որ մարդը շատ արագ անկողմնապատ ձևով ընդունում է իր արարքի բացասական կողմերը, ասում է, օքեյ, գինը մանդատը վայր դնելն է, խնդրեմ։ Իսկ ով է ում աթոռից կախված որակում, այն մարդիկ, ովքեր չեն կարողանում դրսևորել այս քաջությունը։ Ու դա նորմալ է։ Դա նորմալ է։ Դա նորմալ է, եթե մարդը չունի կամքի ուժ։ Դա նորմալ է, երբ որ մարդը ինքնակնդադատ չի, մարդը ինքն իրեն լուրջ չի վերաբերվում։ Նորմալ է։ Գեղամ Մանուկյանի պարագայում նորմալ է։ Եվ առհասարակ դաշնակցության խմբակցության մասով նորմալ է։ Ինչ ուզել ասել են։ Ինչ ուզել ասել են։ Կես բերան ներողություն գոյություն չունի։ Մինչև այսօր։ Էլ ոնց ասես, էլ պարտադրեցինք, էլ բարկացանք, էլ խնդրեցինք, էլ աղաչեցինք։ Ասենք որպեսի հասարակությունը այսպես չբաժանվի մասերի, մի հատ կես բերան ներողություն ասեք, անցեք առաջ։ Չէ։ Ոնց որ քաղաքացուց վրեժ փորձել լուծել, էլի։ Եվ ասեմ, այ հենց սրանով Վիլեն Գաբրելյանը ավելի բարձրացրեց իր հարգանքը ժողովրդի աչքին, իր հանդեպ հարգանքը ժողովրդի աչքին։ Այդ նման ինցիդենտ ամեն մեկի հետ կարա պատահի, ամեն մեկի։ Տղամարդ ենք։ Բայց տեսեք ինքը ոնց վարվեց, Վարդան Ղուկասյանը ոնց է վարվում։ Մարդը չի ասում է, հա, մեղքեր հայել, ես գործում եմ, գործում եմ, հետո գնում մեղանչում եմ, հետո գնում եմ մի հատ էլ ապաշխարում եմ, հետո տենց գալիս եմ նորից ամբողջ հաջորդ շաբաթվա մեղքերն եմ գործում, հետո էլի գնում ապաշխարում եմ, տենց ռեժիմով նորմալ է ոնց որ Աստծո հետ պայմանագիր ունենք կնքած, որ տես նորմալ է։ Հա։ Ու ասում է, գիտեք ինչ, դուք էլ այդպես կարճ-մարճ մի հագնվեք, որովհետև մեծ դրդում եք մեղքեր գործելուն, հա, այդտեղ մենք չենք լինում մեղավոր, այդտեղ դուք եք լինում մեղավոր։ Այսպես մտածում են,
բռնաբարություն իրագործածները, հիվանդները, սեքսուալ մանյակները, ովքեր իրենց վրա մեղք չեն վերցնում։ Չէ՞, մենք ինչ անենք։ Ցանկությունը առաջացել է, ինչի առաջացել բխիր կարճակել։ Իսկ լրագրողները Հիանալի։ Լավ, թողնենք սա։ Թողնենք, այստեղ անսպար թեմա է, առավել ևս դեռ Գյումրիի թեմայով զարգացումներ կլինեն, ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք, բայց ես ուզում եմ գանք մեկ այլ ցավոտ թեմայի, իսկապես ցավոտ թեմայի, որովհետև այստեղ ի տարբերություն արդեն այլ թեմաների, այստեղ սոցիալ հոգեբանությունն է խառնված ինչ որտեղ գիտության, ոչ բոլոր դեպքերում բնականաբար, ինչ որտեղ բարդ էմոցիաների, ինչ որտեղ էլ այս ամեն ինչը կազմակերպած Հայաստանի ու հայկական իրականության դեմ։ Այսինքն կան մարդիկ, ովքեր զոհ կարող են լինել այս իրավիճակում։ Խոսքը արցախցիների վերջին բողոքի հանրահավաքների մասին է։ Գիտեք, քանի որ ի տարբերություն, ասենք, օրինակ, ամեն երկրում էլ կան փախստականներ, չէ՞, բայց այդ փախստականները լինում են այլազգիներ, այլ պետության ներկայացուցիչներ։ Այս պարագայում մի քիչ մենք բարդ ենք կարողանում խոսել, որովհետև մի կողմից չենք ցանկանում էմոցիաները բորբոքել ավելի, եւ ուզում ենք իրար հասկացած լինենք, ոչ թե ավելի գտնենք չգիտեմ, մեղադրելու կողմերը, այլ իրար փորձենք հասկանալ։ Սիրելի արցախցիներ, հատկապես այն արցախցիներին եմ խոսքս դիմում, ովքեր մասնակցում են այս հանրահավաքներին։ Եկեք միասին հասկանանք ինչ եք դուք ցանկանում։ Իհարկե, ձեզ հասկանալու համար պետք է ինչ-որ կերպ փորձել երևակայելով, մտածելով, խորհելով մտնել ձեր կաշվի մեջ։ Ես դա շատ լավ հասկանում եմ։ Եվ ես շատ լավ կարողանում եմ դա անել, որովհետև ինքս Արցախի հետ շատ մեծ ու շատ կարևոր, շատ սուրբ կապեր եմ ունեցել։ Հիմա, բայց գիտեք ոնց, ձեր ցանկությունները նախ իրատեսական չեն։ Մյուս կողմից դրա արտահայտչամիջոցները կարող են հայ ժողովրդին խոցել, վիրավորել։ Ձեր քույրերին ու եղբայրներին կարող են վիրավորել։ Մի կողմից ասում ենք եկեք հայաստանցի արցախցի չանենք, չնայած այդ խոսույթը 90-ականներից դեռ այն կլանի ներկայացուցիչներն էին ներդրել։ Մյուս կողմից անընդհատ այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանք է արվում թաքնված։ Իմիջայլոց ես ցավով նկատում եմ, ասել որերորդ դեպքն է, որ ոնց որ թե ձեզ շատ խաբել են, ձեզ համոզելով, որ օրինակ ես ձեր հանդեպ ատելության խոսք եմ գեներացնում։ Դուք երբևէ չեք լսել երևի ինձ, դրա համար կուրորեն հավատում եք ձեզ խաբողներին։ Ապա մինչև կհակադարձեք, եկեք պայմանավորվենք այսպես։ Ես ոչ միայն խնդրում, այլ նաև պահանջում եմ արդեն, որպեսզի այն արցախցին, ով կարա մտածի, որ ես իր հանդեպ ատելության խոսք եմ գեներացրել, կոնկրետ հղում տեղադրի այս եթերի տակ։ Կոնկրետ հղում նման խոսույթի։ Այլապես ես այսուհետ նման խոսույթ տարածողներին իսկապես քարշ կտամ դատարան ու չեմ նայ ինքը որտեղացի է, ինչ է, ինչ ունի, ինչ չունի, որովհետև չփորձեք իմ անունը եւ իմ հարգանքն ու սերը առ Արցախ դարձնել ինչ-որ ներքաղաքական պախարակումներով դիվիդենդներ հավաքելու առարկա։ Ցանկացած մեկը շատ պուճուր է
իր էությամբ ու տեսակով, որ ինձ վերագրի նման բան։ Ցանկացած մեկը Արցախի համար անշահախնդիր, եթե բանը արել, դեռ ինձ հետ երկար զրուցելու բան ունի, տեսենք թե որս ինչ ենք արել, ու ես սա չեմ ասում որպեսի, տեսեք, ես բան եմ արել, ինձ պիտի շնորհակ, ոչ, ես շնորհակալ լինելու մասին, դա իմ պարտավորությունն եմ համարել ու ես ինձ համար այդպես եմ ճիշտ համարել, վերջ, դա չեմ արել որևիցե մեկի գովասանքին արժանանալու համար, փառք Աստծո, ես չեմ ակնկալում դրա համար դրական վերաբերմունք, ի տարբերություն կլանի ներկայացուցիչների։ Ես դա արել եմ իմ համոզմունքներին համապատասխան, որ Արցախը դա իմն է ու արցախցին էդ ես եմ։ Բայց ինչպես որ իմ հաղորդումների ընթացքում, օրինակ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կարող եմ քննադատել, այս կամ այն նախարարի կամ հայտարարությունը ում նախարարի նշանակման տակ վարչապետի ստորագրությունն է դրած իմիջայլոց։ Բայց ես եթե բան եմ նկատում արտահայտվում եմ, այդպես էլ կարող եմ իմ քույրերի ու եղբայրների հանդեպ բան մտածեմ ու խոսեմ, որովհետև ես դա հարազատաբար եմ անում։ Ոնց որ նեղ ընտանիքում լինում է, հա, ասենք կարող է մի պա ծնողիդ հետ էլ վիճաբանես։ Կարող է մի պա ընտանիքիդ մյուս անդամի հետ էլ վիճաբանես, բայց դա թշնամության մասին չի։ Իսկ այդ թշնամություն ներարկողներին գնացեք ընտրենք այնտեղ, որտեղ որ հիմնականում նստած դիտում ու լսում եք։ Սա էսպես։ Երկրորդ, եկեք գնանք ձեր պահանջների մասով։ Մարդիկ կան, ասում են, օրինակ, թքեմ, սա կներեք մեջ բերում եմ, Արցախցին դիմում է վարչապետին, թքեմ քո 40,000-ի վրա էլ, 10-ի վրա էլ, ինձ իմ հայրենիքն է պետք, հանրահավաքի մասնակից։ Ուրեմն, հարգելի արցախցիներ, ես չգիտեմ դուք բարոյապես ում վրա թքել կամ չթքելու իրավունք ունեք, բայց եկեք մի հատ այսպիսի բան հասկանանք։ Այդ 40,000 գումարած 10,000-ը ձեզ վարչապետը չի տալիս, որ դուք թքում եք դրա վրա։ Դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տալիս։ Ու երբ որ դուք թքում եք դրա վրա, դրանով վիրավորում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա տալիս է իր չեղած տեղից։ Իր չեղած տեղից, եղած տեղից չի տալիս։ Իր թոշակառուն 1000 դրամ չի բարձրացնում աշխատաբանը, թոշակը։ Իր ծնողի թոշակի համար չի անում, ձեզ համար այդ անում է։ Ձեզ համար անում է, ոչ թե ձեզ համար անում է ու դուք պարտական եք, ոչ, համարում է, որ այդպես է ճիշտ, դա մեր հայկական տենց մշակութային մոտեցում է, մենք մեր մի ընտանիք մի տան պես, հիմա էդ է, ու կներեք նմանատիպ արտահայտությունները անելուց առաջ փորձեք մի փոքր խորը մտածեք, որովհետև ձեր միջից, իհարկե սա ես չեմ կարող վերագրել բոլոր արցախցիների խոսույթին, սա առանձին վերցած մի տիկինը ասել հանրահավաքի ժամանակ, բայց հանրահավաքի ներկայացուցիչներից որևիցե մեկը նրան չհանդիմանեց դրա համար։ Ու սա ցավալի փաստ է։ Սա մեկ։ Երկրորդ, մի այլ տիկին, ասում են 9 միլիոն դրամ են տալիս տուն գնելու համար, ես 9 միլիոնով որտեղ բնակարան գնեմ։ Եկեք այսպես մի հատ, հա? Ես գիտեմ, որ Երևանում, ասենք, տները 80-ից 100,000 դոլարանոց են, բայց 9 միլիոնով, որը մոտավորապես 23,000 դոլար է անում, այո, Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է տուն գնել։ Բայց մի քիչ առաջարկում եմ խորը գնանք։ Իմիջայլոց, դուք նաև այստեղ մի վտանգավոր խոսույթ կա, որը արդեն լեզվամտածողություն է դառնում, ու դա նույնպես չափազանց վատ է մեր բոլորիս համար։ Ես ուզում եմ այս խոսույթը ֆիքսենք։ Ամենայն հարգանքով, բայց այս խոսույթը բառացի որպեսզի մեզ չբերեմ, խնդրեմ։ Մեր տան վարձը տա, միջև մեզ տնով, ոնց մեր տնից տեղից կտրել է, բերել հասրել այս կարգի։
Ոնց մեր տնից տեղից կտրել, բերել, հասցրելա ստեղ։ Ուրեմն հարգելի արցախցիներ։ Իհարկե ձեր մեջ թույն ու թարախ ենքան են ներարկել, դուք դա չեք ցանկացել։ Դուք մաքուր լավ մարդիկ եք, աշխատավոր ժողովուրդ եք, մի խոսքով, նվիրվող մարդիկ եք, չնայած ավելի շատ Ռուսաստանին, բայց այնուամենայնիվ դե մի լրատվական բլոկները ազդեցությունը իրաց թողել են։ Սա չեմ քննարկում։ Բայց ձեր տնից տեղից կտրողը Հայաստանի իշխանությունը չի եղել։ Ձեր տնից տեղից կտրողը եղել է Բաքվի իշխանությունը։ Իհարկե գործընթացներն այնպիսին են եղել, որ այնտեղ մենք կարող ենք հայկական կողմի մեղավորություններն էլ փնտրել, ընդ որում արցախյան իշխանությունների, ովքեր հստակ պարտականություններ ունեին ձեր հանդեպ։ Եվ արցախյան գործընթացի մասով նույնպես կարող ենք խորանալ, թե ինչի են երեք նախագահները փախնում բոլորիս առաջ նստել ու ամեն ինչը քննարկելուց բոլորով մի սենյակում։ Այստեղ մեծ հարցեր կան։ Բայց այնուամենայնիվ չեք զգում մի տեսակ, որ ձեր մեջ ճշնամություն են մցրել ավելի շատ հայաստանյան իշխանությունների հանդեպ եւ դուք ձեզ համար առաջին ճշնամի համարում եք հայաստանյան իշխանություններին, քան Բաքվի իշխանություններին։ Դուք այստեղ զարմանալի ոչինչ չեք տեսնում։ Եվ երբ որ դուք այսպես եք արտահայտվում, դա նույնպես նեղացնում է հայ մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Խնդրում եմ դա նկատեք։ Երբ որ խոսք եք ասում, փորձեք նկատել, թե ինչպես կընդունի դիմացինը։ Չէ՞ որ հանրահավաքը նաև նրա համար է, որ էլի մարդիկ միանան եւ ծավալուն լինի ասելիքը, որպեսզի կարողանան արդյունք գրանցել։ Իսկ այս տեսակով դուք ձեզանից վանում եք։ Եվ այո, հենց այս խոսույթով էլ հայաստանցի արցախցի անջրպետ եք ստեղծում, սա էսպես։ Սա ես ասում եմ եղբայրաբար ձեզ։ Հանկարծ չկարծեք, որ ես փորձում եմ այստեղ ինչ-որ կեղտ փնտրել, ձեզ բան անել ոչ, ես ասում եմ եղբայրաբար։ Հաջորդը 9 միլիոն դրամի հետ կապված, մոտավորապես $23,000, 120,000 փախստական է եկել, 120,000 փախստականը ենթադրենք 30,000 ընտանիք, հա։ Եկեք հիմա բազմապատկելով գնանք, օրինակ, $25,000 բազմապատկենք 30,000-ով, դա անելու է մոտավորապես $750 միլիոն, սա չոր հաշվարկը, հիմա սրան պետք է գումարենք հետևյալ բաները, այս 9 միլիոնի պարագայում, սրան պիտի գումարենք հետևյալ բաները, ընտանիքներում երեխաները, որ չափահաս լինեն, ասելու եք, բայց իրան առանձին տուն է հասնում, իհարկե ասելու եք, այստեղ թիվը ուռեց, հասավ 1 միլիարդի, Արցախում շատ արցախցիներ դրսում են, փորձելու են օգտվել այդ ամեն ինչից, գալու են ներկայանան որպես արցախցի, ոչ ենք ասելու չէ, դու արցախցի չես, դու բանը, պիտի չէ, այստեղ կրկնապատկվեց, դարձավ $2 միլիարդ, որովհետև 250,000 արցախցի եղել, այս ամենամեղմ ձևերով եմ ասում, $2 միլիարդ, այս եթե դեռևս գնում ենք 9 միլիոնի տրամաբանությամբ, մենք կարող ենք, այսինքն $23,000 տրամաբանությամբ, հիմա եթե դուք ուզում եք Երևանում, կամ ասենք դուք ընտրեք որտեղ, գները սկսելու է մոտ $80,000-ից, $70,000-ից, այսինքն եռապատիկ թանկ, այսինքն ձեր պահանջը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, տվեք մեզ $5 միլիարդ, ստեղ արդեն զգում եք, չէ՞ որ չի ստացվում, բայց դուք այս հաշվարկը չեք արել, ձեզ պարզապես ասել են դուք պիտի գնաք տուն պահանջեք ու ամեն մեկը եկել եք տուն պահանջելու, իհարկե այստեղ խոսակցությունը շատ երկար կլինի, ես վաղը կշարունակեմ այս միտքը, բայց եկեք մինչև եզրափակեմ այսպես, ես 45 տարեկան եմ, ապրում եմ հորս տանը, ես դեռ իմ տունը չունեմ, ու գիտեք ինչու չունեմ, որովհետև 30 տարի ինձ ասել են ինչ անում ենք Արցախի համար ենք անում, ու հետո պարզվել է, որ ոչ մեկ էլ ոչ մի բան չի արել,
ես իմ տունը ումից հիմա գնամ պահանջեմ։ Ես դեռ փախստականի կարգավիճակ էլ չունեմ։ Հասկանում եք որտեղ է որ վրթովմունքները առաջանում նաև, հարցեր են առաջանում։ Իսկ ձեզ ձեր տնից ու տեղից կտրելա թշնամին։ Դա դեռ Շահրամանյանը չի պատմել։ Եվ այն նկարները, որոնք որ դուք պահել եք պլակատները իբր գերեվարվածների ռազմաքաղաքական ղեկավարության, այստեղ էլ շատ ասելիքներ կա, որ պիտի մենք իրար հետ հասկանանք սա, որովհետև մենք ապրում ենք մի հարկի տակ, մեր բոլորիս մայր Հայաստանում։ Մենք պիտի սրա մասին զրուցենք, բայց խնդրում եմ փոխադարձ հարգանքի ֆոնի վրա։ Եվ անպայման հղում կտեղադրեք, թե այդ որտեղ է գնելը արցախցիների հանդեպ վատ արտահայտվել։ Իհարկե Կեռաբաղսկի կլանին ես միշտ եմ առանձնացրել ու առանձնացրել եմ ոչ թե որպես արցախցի, չէ, դա կլան է։ Կեռաբաղսկի կլան է։ Ասենք օրինակ, եթե այսօր դառնա այսօրվա իշխանությունը վերածվի կլանի, ասելու եմ Իջևանսկի կլան։ Եթե Տիգրան Ավինյանը վերածվի կլանի, ասելու եմ Երևանսկի կլան։ Բայց դա չի վերաբերվելու երևանցիներին, այնի իջևանցիներին, այնի արցախցիներին։ Ոչ, կլանը կլան է։ Քաղաքացուն կրկնակի, քառակի, հարուրապատիկ վտանգ ներկայացնող քաղաքացու համար երևույթ է։ Եվ նրա ծագումնաբանությունը այդ տեղից է, բայց այս արցախցիներին ինչ եմ ասում։ Խնդրեմ հղում տեղադրեք, այլապես կրկնում եմ, ցանկացած նման արտահայտության համար այսուհետ շատ կոպիտ եմ վարվելու առանց հաշվի առնելու ով է ինչա։ Չփորձեք իմ անունը պախարակել։ Ես այն մարդն եմ, որ Արցախի համար շատ խորքից դեռ ամեն ինչով կանգնած եմ եղել ու պատրաստ եմ եղել, ընդհանուր միջև կյանքի գնով։ Եվ ոչ թե որովհետև, այլ որովհետև դա համարել եմ իմ, այլ կերպ չեմ էլ մտածել։ Մի խոսքով, դեռ կխոսենք սրա մասին։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք, ցտեսություն։